Ողջունում եմ բոլորին, գտնում եմ հիմա ներկապային Էֆեսում, Էֆեսի եկեղեցում, որը որ գրված է հայտնության գրքում, որը որ գրել է Հովանես առաքյալը, այսօր ապրիլի 2-ն է 2026 թվին, ստացել ենք հայտնություն, խոսք հոգուց և մեկ միաբանված ընտանիք, մեկ մտքի, աստվածային մտքի և մեկ աստվածային սրտի և հոգու մեջ միաբանված եկել ենք այստեղ և օգտագործելով այս հիանալի հնարավորությունը ես ձայնագրում եմ իմ ավարտական խոսքը 2024 թվի վերաբերյալ 3 տարվա շրջագայության վերաբերյալ տիրույթների մեջ, այն շրջագայության մասին տիրույթների մեջ, որը որ տեղի ունեցավ իմ կյանքում և սիրով իմ կյանքի գիրքը, որը որ գրել էր կենարար հոգին, ես այն լսեցի, կարդացի և գրեցի։ Եվ հիմա սիրով այստեղ այս գեղեցիկ գրադարանի ֆոնի վրա սիրով կարդում եմ ձեր համար։ Այսպիսով, գնացինք 2024 թիվ։ Բարի գալուս տուրբուլենտ 2024 թիվ։ Ամանորյա տոներից հետո Աստված ինձ հայտնում է, որպեսզի ես վերականգնեմ շփումը Եսավի հետ, որը խզվել էր դեկտեմբերի կեսերին, 23 թվին։ Մեկ շաբաթ անց Եսավը խոստովանում է ինձ զանգի ժամանակ, որ նա տարվա վերջում անմիջապես ինձ հետ կապը դադարելուց հետո սկսել էր քայլեր անել ընտանիք կազմելու ուղղությամբ։ Հունվարի 15-ին 2024 թվին տեղի ունենում եւս մեկ ուրեմն տիրույթի այցելություն, որը որ կոչվում է մերժվածություն։ Այսպիսով, հունվարի 15-ին 2024 թվին ես վերապրում եմ մերժվածությունը։ Այդ օրը ես լսում եմ խոստովանություն Եսավից այն մասին, որ նա դրսևորել էր սեփական կամքը եւ այդ որոշումը կայացնելով մերժել էր աստվածային ծրագիրը։ Այդ օրը հստակ լսելուց Աստծո ձայնը սխալ քայլի մասին նա ունենում է բացասական վերապրումներ եւ տագնապ, քանի որ հակառակվել էր Աստծուն եւ խնդրում էր ինձ, որպեսզի ես աղոթեմ իր խաղաղության համար։ Այնուհետ զրույցի ժամանակ պարզ է դառնում, որ թեկնածուները երկուսն են եղել։ Առաջինի մասին նա արդեն ստացավ զգուշացում, իսկ երկրորդ թեկնածուի վերաբերյալ Աստվածը իմ շուրթերով նախօրոք է հայտնում տալով իր անունը։ Այս ամենը լսելուց հետո վիդեոզանգի ժամանակ ես ապրեցի խորը ցավ, որը տևեց մոտավոր մի քանի րոպեներ։ Զգացի, թե ինչպես է Հիսուսը մերժվել ու ինչ ցավ է ապրել։ Սկզբում ես շոկ ապրեցի, ողջ մարմնով, դող անցավ ու անտանելի ցավ վերապրեցի։ Եսավ այդ պահին ականատեսն եղավ այդ ապրումների։ Այս 3 հիանալի տարիների ընթացքում ցանկացած դժվար իրավիճակներից հետո գալիս էին էլ ավելի հրաշալի հայտնություններ, որից մեկը նա էր, որ տեղի ունեցավ հունվարի 25-ին 2024 թվին։ Աղոթքի ժամանակ շատ գեղեցիկ եւ աննկարագրելի վերապրումներից հետո Աստված բացում է շնչառության հետ կապված հայտնությունը, Աստծո շնչառության հետ կապված ձայնի վիբրացիան եւ ես հասկացա, ոնց կարելի է շնչել հոգով։ Փետրվար ամսին սկսում եմ սովորել Ջոն Պոլ Ջեքսոնի երազների եւ տեսիլքների դպրոցը, քանի որ Աստված գրեթե ամեն օր խոսում էր ինձ հետ երազներով։ Երազները եւ տեսիլքները դա Աստծո կարևորագույն լեզուներից մեկն են։ Մարտ ամսին Եսավը պատմում է ինձ շատ տպավորիչ երազի մասին, որը իր մեջ կրում էր 3 կարևոր ուղերձ։ Այսպիսով, առաջին ուղերձը Աստված հայտնում է իմ վերափոխման մասին համաձայն աստվածային պատկերի, այլ ոչ թե իր սեփական մտածելակերպի, որի մասին նա տարիներ շարունակ խնդրել էր և սպասել էր։ Երկրորդ կարևոր ուղերձը
մատնվել էր անգործության։ Նրա փոխարեն, որպեսզի ինքը աշխատեր սեփական մտքի նորոգության համար։ Եվ երրորդ ուղերձը Աստված հայտնեց իր անտարբերության մասին, քանի որ չէր լուծվեր բնավորության եւ սեփական կամքի դրսևորման հարցերը, որոնք որպես հետևանք բերելու էին ցավ եւ տառապանքի դիմացինի կյանքում։ Ժամանակ անց ինձ բացվում է հայտնությունը երկիր մոլորակի մասին, այսինքն հոգևոր տիրույթի մասին, որ նա անձ է, ինչպես հրեշտակները եւ ողջ արարչագործությունը։ Ապրիլի վերջ Աստված տեսնելով Եսավի սխալ քայլերի մասին, որի համար արդեն զգուշացվել էր հունվարին, բայց փաստացի անտեսել էր, այդ պատճառով ասում է, որ պետք է հայտնել ինձ իր որոշման մասին, որպեսզի իրականանար աստվածային ծրագիրը։ Մայիսի վերջին տեղի է ունենում Աստծո խնդրանքը։ Զրույցի արդյունքը այն էր, որ Եսավը ուզում էր ինձանից լսել այն, ինչ իր կամքով էր։ 2 ժամյա խոսակցության ընթացքում ես միաժամանակ լսում էի սատանայի ձայնը եւ Եսավի կամքը, որոնք մեկը մյուսին լրացնում էին։ Սատանան հրճվելով ասում էր, թե ինչպես իր մոտ հիանալի ստացվեց իմ անձի պատկերը եւ իմ մասին կարծիքը աղավաղել, քանի որ նա անդադար շեղում էր իրեն անցնել մտքի նորոգության ճանապարհը, որը որ ես անցա։ Սիրտս կծկվում էր ցավից, զուգահեռ լսելով այդ խոսակցությունը։ Ցավից հուզվելով ես ասացի այն ամենը, ինչ որ նա ինձանից ուզում էր լսել, որ հանգիստ հեռանա։ Նա խոստացավ, որ կրկին կզրուցենք այս հարցի շուրջ ավելի ուշ։ Շարունակելով քայլել բազմակողմանի տիրույթներով, որոնք որ ինձ բացվում էին մտքի նորոգության հետևանքով, եւ միաժամանակ շարունակում էի կարդալ սեփական կյանքի գիրքը, գրքի էջերը, լսելով եւ սիրով անելով այն ամենը, ինչ ասում էր ինձ Աստված։ Ինձ բացվեց իմ աստվածային էությունը։ Այն էր, որ 2.5 տարվա ընթացքում հոգուց լսելուց միայն ճշմարտությունը բացվեց ամբողջական պատկերը իմ ով լինելու, իմ աստվածային բնույթը, հոգի ծնված հոգուց, որդի Աստված ծնված Հայր Աստծուց, այլ ոչ թե Ադամի ժառանգ մահկանացու մարմնով։ Քանի որ ինձ բացվել էր իմ ով լինելը, իմ ամբողջական որդու դիրքը, հոգու մղումով ես փորձում եմ այդ ամենը փոխանցել Եսավին, բայց քանի որ նա իր սրտի մեջ ուներ որոշում եւ իրեն բացված չէր Աստծո ամբողջական որդու դիրքը, նա այդ ամենը մերժում էր ինձանից ինչ որ բան լսելու եւ ընդունելու։ Հունիսի 26-ին 2024 թվին խոսակցության ժամանակ ի պատասխան հայտնությունների, որոնք ցանկանում էի փոխանցել, լսում եմ վիրավորանքներ եւ սպառնալիքներ, ինչը հետևանքն էր ոչ աստվածային մտածելակերպի։ Հուլիս ամսին տեղի են ունենում կտրուկ իրավիճակներ, որի հետևանքով սատանան մտնում է ինձ հետ դիալոգի։ Ես տեղափոխվում եմ դժոխք 5 օրով, որի ժամանակ նա փորձում էր վիժեցնել իմ հավատքը եւ շեղել իմ աստվածային մտածելակերպը, որը ձևավորվել էր համաձայն իմ կյանքի գրքի։ Այդ ժամանակ ես ստանում եմ շքեղ հայտնություն աստվածային իրականության մասին եւ երևակայության։ Երևակայությունը ես դա ասում եմ իմ սեփական խոսքերով, որի մասին հետագա վիդեոներում ես ավելի կմանրամասնեմ։ Քանի որ աժրզրկվեց աստվածային ծրագիրը, բազմաթիվ հուշումներից եւ հորդորներից հետո ինձ մոտ եղան վերապրումներ դավաճանության, որը փաստացի կրկնությունն էր Եդեմական պարտեզում կատարվածի։ Այդ օրը հուլիսի 29-ն էր,
երբ Աստված ցույց տվեց իր արդյունքները, եւ սրտի ցավ, որ նա կրկին վերապրեց, եւ թույլ տվեց, որ ես նույնպես այն ճաշակեմ։ Որից հետո իմ սրտում ծնվեց խոստում ողջ արարչագործության առջև, որ կբարձրանա հաղթող որդիների սերունդը, որոնք կվերադառնան հոր գիրկը, ու այլևս թույլ չեմ տա, որ Աստված տխրի։ Այդ խոստումը նույնպես տեղադրվեց իմ Facebook-ի էջում պուբլիկ։ Հուլիսի 29-ին, երբ որ ես վերապրեցի Աստծո արդյունքները եւ Աստծո տառապանքը ցավը, ես չկարողացա կողքով անցնել այդ տանջանքի տառապանքի, այդ ժամանակ ես հեռախոսի զրույց ունեի Կարինեի հետ, եւ երբ որ ես այդ ամենը վերապրեցի, այդ հեռախոսի զրույցի ժամանակ Կարինեն եղավ առաջին վկան իմ վերապրումների, եւ այդ օրը երբ որ ես տեղափոխվեցի այդ տիրույթը, տեսա, վերապրեցի պապայի արդյունքը եւ նրա սիրտ այդ տառապանքները, ես խոստում տվեցի ողջ արարչագործության առջև, ողջ սրբերի առջև, որ ես կանեմ ամեն ինչ, այն ամեն ինչ, որ ինձանից կարելի է, այն ամեն ինչ, որ իմ ուժերը ինձ թույլ են տալիս, որ այն բոլոր հայտնությունները, բոլոր վերապրումները, այն ամեն ինչ, որ Աստված ինձ բացել է, ես սիրով բոլորին կփոխանցեմ, որպեսզի այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ իմ հետ, իմ կյանքում, չկրկնվի մնացած Աստծո զավակների կյանքում։ Եվ նույնպես այդ խոստումը ես ֆիքսեցի իմ Facebook-ի էջում։ Օգոստոսի 8-ին 2024 թվին ստանում եմ աղոթքիս պատասխանը 2 տարի անց։ Աղոթքի պատասխան, որ տևեց 2 տարի անց։ Համարձակ, լուր սպասեցի պատասխանին, որով Աստված հայտնում է ինձ ամուսնալուծության վերաբերյալ։ Քանի որ ես ունեի հայտնություն աստվածային ժամանակի մասին, ինձ համար կարևոր եւ թանկ էր չանել սխալ քայլ, որը կբերի անհնազանդության։ Պատասխանը լսելուց հետո հայտնում եմ այդ ուրեմն աղոթքի պատասխանի վերաբերյալ Ալիին։ Մտքի նորոգության շնորհիվ ես սիրեցի ցավը գիտակցության տարբեր մակարդակներով։ Ցավը դարձավ իմ ուղեցույցը եւ մտերիմ հարազատ ընկերը, որը ուղղություն էր ցույց տալիս նորոգության համար։ Այդ ցավը փոխեց ինձ։ Ցանկացած ցավ տվել է ինձ հոգու պտուղ եւ թռիչք։ Աբսուրդ է լսել սիրել ցավը, բայց ոչ ինձ համար։ Օգոստոսի 9-ին 2024 թվին ծնվեց սրտիս մեջ եւ հոգուցս այս խոսքերը. ավելի քան կենթանի վկայությունը, դա արարված իրակայություն է Աստծո հետ։ Օգոստոսի 28-ին 2024 թվին հապճեպ մեկնում եմ Վենեցիա, որը նվեր էր պապայի կողմից, նախատեսված իմ կյանքի գրքի։ Երբ արդեն Վենեցիայում էի, Աստված հայտնեց ինձ, որ նախատեսված էր իր կողմից մի ճանապարհ ուղիղ 3 տարով։ Օգոստոսի 28-ին 2021 թվից մինչև օգոստոսի 28-ը 2024 թիվ, որի ընթացքում ես պետք է անցնեի մտքի նորոգության բոլոր տիրույթները, որի շնորհիվ պետք է բացվեր իմ աստվածայնությունը, ինչը տեղի ունեցավ Աստծո ժամանակի եւ ծրագրի համաձայնության։ Հաջորդ օրը այդ շոկային նորությունից հետո բացվեց իմ կյանքի նոր էջը եւ շրջագայությունը մնացյալ աստվածային տիրույթների մեջ։ Այս 3 տարվա ընթացքում ես սովորեցի տեսնել անտեսանելին եւ ապրել անտեսանելիով, ինչպես արարված աստվածային իրականություն։ Ամենադժվար եւ ցավալի պահերին Աստված ինձ միշտ ասում էր հետևյալ խոսքերը. Վերա, մի նայիր ֆիզիկական աչքերով, այլ նայիր հոգու աչքերով եւ գնա առաջ։ Սեպտեմբերի սկզբին Ջոն Պոլ Ջեքսոնի երազների մեկնության դպրոցում
մեկնվում են երկու երազները, որոնք Աստված բացեց միայն դպրոցի մենթորների, այսինքն մեկնողների միջոցով։ Երազներից մեկը նա էր, որ հուլիս ամսին ես հոգով զգում էի եւ ապրում էի, որ կոնկրետ միաբանության շրջանակներում տեղի է ունենում իմ համբավի աղավաղումը, այսինքն հանրային ամոթանք։ Ճիշտ այդպես, ինչպես որ Հիսուսն էր հանրային ամոթանքի արժանացել։ Իսկ երկրորդ երազը նա էր, որ Աստված պատմեց այս անցած 3 տարվա ճանապարհի մասին եւ խնդրեց, որպեսզի ես այս ամենի մասին պուբլիկ վկայեմ, քանի որ այն արժևոր է արքայության համար, ինչը որ ես անում եմ հիմա այստեղ գտնվելով եւ Էֆեսում։ Չնայած այն փաստին, որ իմ վկայության գերակշռող մասը վերաբերվում է անձնական կյանքի դրվագների, այնուամենայնիվ ես սիրով այն պուբլիկ ներկայացնում եմ, քանի որ իմ մտածելակերպի մեջ չկա ոչ մի սահմանափակում, իմ ու հոր միջև չկա հասկացողություն, անձնական տիրույթ։ Այսպիսով սեպտեմբերին արարվում է երազը, որը որ ես տեսել էի հուլիսի 5-ին 2022 թվին, ճիշտ աստվածային ժամանակի մեջ, քանի որ ես որոշում կայացրեցի եւ դիմում ներկայացրեցի պետական մարմիններ բաժանության մասին։ Այն ճանապարհը, որ ես անցա, հնարավոր չէր անցնել առանց սիրո։ Ես գտա նրան, որովհետև փնտրում էի մի ամբողջ կյանք, գտա նրան, ում ես փնտրում էի մեկ ամբողջ կյանք։ Միայն սերն էր, որ տվեց ինձ ուժ անցնել կրակի եւ դժոխքի միջով։ Այդ սերը աճում էր իմ մեջ ողջ ճանապարհի ընթացքում եւ այն աճում էր օրեց օր։ Եթե դու անկեղծորեն ապրում եւ փնտրում ես նրա երեսը, ապա կարևոր չէ, թե ինչ է ասում անել քեզ Աստված։ Դու ուղղակի անում ես այն, քանզի դու սիրում ես իրեն։ Ես ապրում եմ մտքով, որ միայն ուրախացնեմ իրեն, եւ դու անկեղծորեն սիրում ես մեկին, դու անում ես ամենը, ամեն ինչ, այն ամենը, որպեսզի երջանկացնես իրեն եւ փոխանցես սեր։ Տալ եւ միայն տալ, փոխարենը ոչինչ չսպասել եւ պահանջել։ Երբ դու անցնում ես մտքի տրանսֆորմացիայի ճանապարհը, այդ ժամանակ դու որդու դերում ես, այսինքն անվերադարձ սեր տվող։ Տրանսֆորմացիայի արդյունքը դա քո ոչ աստվածային մտածելակերպի մաքրվելը եւ վերափոխվելն է հոր պատկերին։ Այդ դեպքում դու սեր տվողի դերում չես, այլ դու հենց սերն ես։ Դու իր պատկերը եւ նմանություն ես, դու կյանք ես, հոգի ես, լույս ես եւ արարիչ ես։ Առանց մտերիմ շփման եւ հաստատուն որոշումների Սուրբ Հոգու հետ տեղի չի ունենա Աստծո զավակի պատկերի վերափոխումը։ Ճանաչելով իրեն, դու բացահայտում ես քեզ իրականում։ Ինձ պետք չէ փրկել ողջ աշխարհը, նա ուզում է, որ ես ճանաչեմ իրեն։ Երբ դու բացահայտում ես իրեն, ապա ողջ աշխարհը բացահայտում է քեզ։ Այսպիսով ավարտում եմ իմ 2024 թվի շրջագայությունը այս հիանալի գեղեցիկ խոսքերով, որոնք որ ծնվեցին իմ հոգու մեջ, իմ սրտի մեջ, երբ որ ես անցնում այդ 3 տարվա ճանապարհը, ես հիանում եմ ամեն օր հիշելով այդ ընթացքը, որը որ ես անցա, եթե չլիներ այդ ընթացքը, ես չէի գտնվի այստեղ, ես չէի կրի այն հայտնությունը իմ մեջ, որը որ ունեմ այսօր եւ ինչի համար եմ եկել այստեղ Էֆես եւ շատ բաներ տեղի չէին ունենա։ Ես շնորհակալ եմ Հոգուն, որ նա ինձ օգնեց, որ ես լսելով իր ձայնը, վստահելով իրեն եւ սիրելով, ճաշակելով այն սերը, որ ես փնտրել էի 36 տարի,
ճաշակելով այն ես անցա այս ճանապարհը, այս սիրո ճանապարհորդությունը, այս սիրո շրջագայությունը տիրույթներից տիրույթ։ Ու ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում ինքս ինձ, որ ես դա արեցի եւ այս ամենը ես ֆիքսում եմ կամերայի դիմաց եւ այս ամենը ես վկայում եմ ողջ Աստծո զավակների արչեւ, ողջ թագավորական ընտանիքի արչեւ։ Ու այս ամենը ես արեցի սիրով եւ Աստծո փառքի համար։